Նինոցմինդա քաղաքում եղանակի բարելավման հետ վերսկսվեց նոր ջրատար գծերի անցկացման աշխատանքը։ Նինոցմինդայից դեպի Սատխա ճանապարհին փորած փոսերը լցվել էին անձրևաջրերով։ Բավականին ժամանակ պահանջվեց, մինչև ջուրը պոմպերով մղվեց դեպի դուրս։ Բացի այն, որ ջուրը խանգարում էր աշխատանքի ընթացքին, այն կարող էր վտանգ հանդիսանալ երեխաների համար։ Մեզ բոլորիս ծանոթ է մեր ջավախքի եղանակը։ Մենք դեկտեմբեր ամսին կանգնեցինք աշխատանքները, սակայն որոշել էինք ապրիլի 1-ով վերսկսել այս գործերը, բայց եղանակային պայմանները թույլ չէին տա։ Մենք մի 10 օր արդեն սկսել ենք աշխատանքները, սակայն էլի կրկնեմ, որ մեր ջավախքի պայմանները թույլ չեն տա 100%-ով աշխատանք կատարելու։ Տեսնիք ինչպես երեկվա անձրևային եղանակները, սակայն մենք արդեն սկսել ենք մեր աշխատանքները։ Անցյալ տարի 40%-ով շրջանում կատարեցինք աշխատանք, կերակոյուղիներ կառուցելու աշխատանքները, իսկ այս տարի միտք ունենք, որ մինչև տարեվերջ կոնե եթե ավարտին չհասցնենք, ուրեմն բան չթողնենք անելու։